Մենք մեր զրույցը եւ թեմայի շուրջ խոսելը կշարունակենք քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Գերման Բոզոյանի հետ։ Ողջույն պարոն Բոզոյան։ Բարև ձեզ։ Սկսենք այսօր ցեղասպանության 111-րդ ամյակն է։ Իհարկե, ասենք 5-6 տարի առաջ մենք չէինք պատկերացնում, որ կգա մի օր, երբ մենք քննարկենք ցեղասպանության ուրացման խնդիրը, քննարկենք, որ կարող է, ասենք, լինի Հայաստանի կառավարություն, որը ուրացման քաղաքականություն վարի, բայց եղավ այդ օրը, մենք այնպիսի մի հանգրվանում ենք, երբ մեր պատկերացումները, որ ունեցել ենք առնվազն վերջի 100 տարում, կարծես փլուզում է այս իշխանությունը։ Հիմա ինքը դա ներկայացնում է որպես իրական Հայաստան կերտելու տեսլական, այն ցեղասպանության հետևանքով ձևավորված սոցիումը, ազգը, ինքը համարում է նահատակ, այդ մասին հստակ հայտարարել է, նահատակ ազգի կերպար, եւ հիմա ինքը ասում է, որ մենք պետք է դուրս գանք նահատակ ազգի կերպարից եւ ապրենք, ուղղակի ապրենք, լավ ապրենք, շորտիկով, բալկոնում նստած կոֆե խմենք, առևտուր անենք, 9 եվրոյով Կիպրոս գնանք, լողանանք եւ նմանատիպ այլ բաներ։ Հիմա սովորական քաղաքացին լսում է, ինքը ուզում է 9 եվրոյով Կիպրոս գնա, շորտիկով կոֆե խմի ու չլինի նահատակ ազգ։ Ինչ դա վատ ասում, պարոն Բոզոյան։ Շատ լավ հարց եք տալիս, երբ որ մենք օրինակ պետականություն չենք ունեցել, մեր համար այս հիշողությունը շատ կարևոր է, որպեսզի մենք հիշենք մեր նախնիներին, թե ինչ ողբերգություն ա եղել, ոնց որ մարդը իր ծնողները որ մահանում են, գնում են գերեզման, արգանքի տուտ մատելով ծաղիկ են դնում, չէ՞, դա այդպես բան է։ Հետո արդեն կամած մենք փորձեցինք այդ մեր ողբերգությունը բարձրաձայն ներկայացնել աշխարհի առաջ, որպեսզի աշխարհն էլ ճանաչի։ Ու սկսեցինք պայքարել այդ աշխարհում ցեղասպանության ճանաչման համար։ Դա երկրորդ փուլն էր, չէ՞։ Հետո որ մենք պետություն ունեցանք, արդեն պետական մակարդակով փորձեցինք տանել այդ ճանապարհը եւ փաստացի, քանի որ պետությունը տանում էր այդ գիծը, արդեն Ռուսաստանը ճանաչեց, Միացյալ Նահանգները ճանաչեց, Ֆրանսիան ճանաչեց, հետո արդեն Գերմանիան ճանաչեց։ Հիմա հիմնական երկրները փաստացի ճանաչել են։ Հիմա մնում է հաջորդ քայլը, բայց հետո մեր քայլը ո՞րն է, մեր գլխավոր նպատակը։ Մենք այդ գլխավոր նպատակ հասկացողությունը չունենք։ Այսինքն ճանաչվի, ճանաչելը, ասենք, մեր նպատակը ո՞րն է, ճանաչել, հետո ինչ, ասենք ճանաչեցին, հետո ո՞րն է մեր իրական նպատակը, ո՞րն է։ Հիմա էլ ասում են, թե մեր գլխավոր նպատակն է, որ Թուրքիան ճանաչի, բայց քանի որ մեծ մասը ճնշողներ չի հավատում, որ Թուրքիան կարա ճանաչի, առաջացել է ճգնաժամ։ Դե ընդհանրապես մենք այդ հիշողության օրը ինչ առաքելություն ենք դնում։ Երբ որ ճգնաժամը առաջանում, միշտ ճգնաժամի մեջ դուրս են գալիս, այսպես ասած, ոնց որ ճահճի մեջ գորտեր են դուրս գալիս, չէ՞։ Սկսում են պղպղակուղա, չէ, գոռում են, չէ՞, տենց։ Ոնց որ արտացոլում այն իրավիճակը, որ քանի որ ճգնաժամ է, ворթերը դուրս գալիս ճգնաժամը, մարդ որ հիվանդանում է, վերքա դուրս գալիս, չէ։ Հիմա նիկոլիզմը, ես նիկոլիզմ եմ ասում, այդ Նիկոլ Փաշինյանը մենակ ինքը չի։ Այդ տեսակը, այդ նման տեսակը տարածված էր։ Այդ առաջացել է այդ գաղափարը, որ հարգելի ժողովուրդ, մենք որ հիմա ճանաչում ենք, բան ենք անում, հիշում ենք, նպատակը որ ավելի լավ է տժանք, խորոված փարթի անենք, բան անենք, անընդհատ մենք ողբերգության մեջ ապրել, ինչ նպատակ ունի։ Եթե դու փաստացի քո նպատակը չես պատկերացնում, թե որը պետքա լինի, ավտոմատ առաջակալից այդ երկրորդ նպատակը։ Այդ երկրորդ նպատակը սկսում է արդեն ուրացման process տանել, որը հիմա մենք տեսնում ենք Հայաստանում։ Բայց հակառակն էլ շատ դեպքերում նաև իշխանության ջանքերով այդպես ներկայացվում, որ ճանաչելու նպատակը Ստամբուլը այրանցով սարքելն է։ Ես գրոտեսկով եմ ներկայացնում, բայց այն տրեխային, այն ճենջոտ բանն է, տարբերակն է։ Արդեն անցած էտապ է, որ այդ սկզբնական փուլում տես տեսակետ տարածված էր, բայց երբ որ դու պետականություն ունեցար, պետականության ժամանակ արդեն մենք զարգացեցինք այդ ամեն ինչը, քո ասած Ստամբուլը այրանցով սարքելու գաղափարը դառավ արդեն տրեխային մակարդակի հնամաշ մի հատ ձևակերպում, բոլորն էլ հասկանում են, որ դա իրատեսական չի։ Եվ քանի որ դա իրատեսական չի, ճանաչման process դառավ անհասկանալի։ Դե մենք հասել ենք մեր նպատակին, Ամերիկան ճանաչել է, մենք ասում ենք, այ Ամերիկան որ ճանաչի, աշխարհը կփլվի, հիշում ես, մենք տենց պատկերացում ունենք, աշխարհը Ամերիկան էսել չճանաչեց, ճանաչեց։ Սաղազգը նույնիսկ Բայդենի նկարը դրեցին ու բանը սկսեցին աղոթել իր բանի վրա, որ վերջապես ինքը ճանաչեց, թե լավ ճանաչեց Ժորժ ջան, հետո ճանաչելուց հետո, այսինքն մեր ժողովրդի առաջ
չդրվեց այդ խնդիրը մենք որ ճանաչում ենք ինչ նպատակ են հետապնդում ինչի չդրվեց հիմա կասեմ ինչի չդրվեց որտեվ նույնիսկ կրկնում մեր պետական անկախ պետականության հիմնուց հետո մենք ունեցանք լավ կամ վատ ղեկավարներ, բայց այդ ղեկավարները այնուամենայնիվ տնտեսական, սոցիալական խնդիրներ լուծման խնդիրներ էին լուծում կամ մաքսիմում պատերազմի ժամանակ իրանք հաջող մենեջերներ էին, թե, բայց ոչ ավել, այսինքն մարդկանց մոտ ազգային պետություն, պետական շինարարություն ձևակերպված չէր դա ինչ ստրատեգիական պլանավորում գոյություն չուներ։ Դրա համար քանի որ չուներ, սոցիալ-տնտեսականն լավ չզարգացավ, մարդը օտարվեց պետությունից, ինքը դառավ անջրպետ վիճակ եւ արդյունքում մենք տեսնում ենք այն ինչ որ եղավ 18 թվականից հետո 18 թվականը դա հակապետական process էր, պետությունը մերժելու process, ավտոմատ ասում են թե նախկիններին մենք մերժում ենք, բայց նախկինների հետ միասին իրանք փաստացի պետությունն էին մերժում, բայց քանի որ ժողովուրդը հիասթափված էր այդ պետական համակարգից անկախությունից մարդիկ հիասթափված են եւ իրանց առաջարկել էին որ եթե պետականություն ունենանք մենք չգիտեմ ջերմուկով մենք չգիտեմ մոլիբդենով կարանք Շվեյցարիա դառնանք ծիրանիկուտ բան ասենք քանի որ դա կյանքի չեղավ մարդիկ հիասթափեցին ընդհանրապես պետությունից եւ հիասթափվածությունը բերեց նրան որ այս փողոցային խուժանը կարողացավ կան իշխանության հիմա ձևակերպենք թե իսկ ինչ անշանակում ցեղասպանության ճանաչումը մեր համար ինչ պետքա լինի ինչ այդ ամենակարևոր խնդիրն է տեսեք ուրեմն ցեղասպանության ճանաչման խնդիրը մեր համար ոչ թե պետքա լինի հիշողության ժամանակահատված ցեղասպանությունը պետքա մեր համար միշտ մեր ժողովուրդը հիշի որ կա լրջագույն վտանգ որ ելի կարանք ցեղասպանվենք ինչի կա այդ լրջագույն վտանգը որովհետև 15 թվականի ցեղասպանությունը պատահական բնույթ չէ դա օրինաչափություն է եղել այսինքն Թուրքիան ունեցել է բանը ծավալապաշտական հերահար նպատակ, որը ձևակերպել է 1914 թվականին։ 1914 թվականին Գերմանիայի հետ իրանք պայմանագիր կնքեցին, որտեղ երևաց իրանք գլխավոր նպատակը, որ Թուրքիայի գլխավոր առաքելությունը կայանում է նրա մեջ, որ իրանք պետք է սահման ունենան մահմեդական ժողովուրդներ, որոնք ապրում են այն ժամանակ ռուսական կայսրությունում։ Իսկ այդտեղ խանգարում էր Հայաստանը որպես այսպես ասած հայկական արիալը հայկական արիալից պետք է ազատվենք այսինքն իրանց գլխավոր նպատակը դա էր եւ ցեղասպանությունը հայկական արիալից ազատվելու քայլերից մեկն էր իրենք ազատվեցին արևմտյան Հայաստանի ժողովրդից մնաց արևելյան Հայաստանն էլ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում չասեմ թե ինչ կատարվեց ոնց գնաց այդ ամեն ինչը իրանք կարողացան արևելյան Հայաստանի Ադրբեջանը բանը Նախճիվանը փոկել էլի յուրօրինակ Ադրբեջանի տակ դնել Ղարաբաղը փոկել էլի Ադրբեջանի տակ դնել Զանգեզուրը չկարողացան անել այսինքն այնուամենայնիվ Զանգեզուրը սա 20 թվականին բայց իրանց վերջնահարցունքը այնուամենայնիվ այդ Թուրքիա Ադրբեջան կենտրոնական Ասիա այդ միջանցքը սարքելն է այսինքն իրանց նպատակը դա է անկախ նրանից դու ուզենաս լավ հարաբերություն ունես թե վատ հարաբերություն ունես իրանց նպատակը դա է իրանք այդ խնդիրն են լուծում չեն թաքցնում իրանք ի տարբերություն շատերի իրանք անկեղծ ասում են որ մեր ազգային իդեան մեր կայսրական իդեան դա է հասկանում ես հիմա ցեղասպանությունը պետք է միշտ մեր համար զգոնության էլեմենտ լինի մենք հասկանանք դա մենք պետք է հասկանանք թե ոնց կարանք դիմակայելու մի ձև կա ձևավորել ուժեղ պետություն ձևավորել ուժեղ դաշնակիցներ եւ հասնել նրան, ուշադրություն հասնել նրան, որ Թուրքիայում այնպիսի փոփոխություն ունի վերնախավի մակարդակով, որ իրանց մոտ կոտրվի այդ կայսրական ինստինկտները։ Հիմա դուք կասեք դա ուրիշ տարբերակ չունենք, կամ եթե մենք, այսինքն մենք հասնենք զարգացության այն մակարդակի, որ իրենք չցանկանան այդ կայսրական։ Հիմա ասեմ ինչի։ Իհարկե մենք մենակ մեր ուժերով չենք կարող դա հասնենք։ Տեսեք, օրինակ Գերմանիան միշտ ունեցել է կայսրական ինստինկտներ։ Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմը, Գերմանիան ծնել երկրորդ համաշխարհային պատերազմը ֆաշիզմով, Գերմանիան ծնել հիմա Գերմանիան դարձել է, այսպես ասած, կրտած պետություն։ Համաձայն եք սրա հետ։ Բայց ինչի արդյունքում արդյունքում, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, տարբեր երկրների ճնշման արդյունքում դա կարողացավ դա անել։ Հրեաները օգտվելով դրանից կարողացան փոկել ցեղասպանության փաստը Գերմանիայից եւ այդ փաստի հիման վրա իրանք դրեցին այն կոդը գերմանական վերնախավի մեջ, որ հրեաների նկատմամբ որևէ բացասական բան ասելը դա հանցագործություն է։ Եվ եթե Գերմանիայում ցանկացած վերլուծաբան
քաղաքական գործիչ, որ հանգած է հրաների մասին մտա դու խոսք ասի, ինքը միանգամից Ոչ միայն պաշտոնակորցնում, ոչ միայն Գերմանիա, լրագրողակորցնում եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք 1919-21 թվականներին, մոտ երբ որ Թուրքիան կնքեց Մուդրոսի համաձայնագիրը Անտանտայի հետ, Թուրքիան ծնվեց մի հատ նոր վերնախավ, որը մոտավորապես նման էր այդ վիճակին։ Այսինքն շատ հետաքրքիր այդ վերնախավը, փաստացի ճանաչեց Թուրքիայի հանցագործները։ Փաստացի ճանաչեց ամբողջ այդ հանցագործները եւ իրանք ամոթից մեռնելով իրանք հայտարարություններ էին անում, որ դա խայտարակություն է, որ պետք է մենք դատապարտենք այս ամենը։ Թայլանդին, Էնվերին, Թայլանդին բանին ասենք, մոտավորապես 260 հոգու դատապարտեցին մահվան թուրքական տրիբունալը։ Իսկ Դամատ Փաշան, այն ժամանակվա գլխավոր վեզիրը, որը փաստացի Թուրքիայի ղեկավարն էր, ինքը իր պատկերացումներով, իր կոնցեպտով, իր բանով ինքը անընդհատ ներողություն էր խնդրում հայ ժողովրդից, ասում էր, որ սա մեծ հանցագործություն է, ավելին կարամ ասեմ, Թուրքիայի Կովկասյան ֆրոնտի ղեկավարը, գեներալը, թուրք ղեկավարը, ինքը ոչ միայն դատապարտում էր հայերի ցեղասպանությունը, այլ նաև պատժում էր բոլոր այն թուրք զինվորականներին եւ օֆիցերներին, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակցում են ինչի, որտեղ ինքը ասում էր, որ եթե բանակը մասնակցում է ցեղասպանության մեջ, այդ բանակը բարոյալքվում է, բանակը դառնում է գազան, իսկ բանակը գազան դառնալուց հետո ինքը վերածվում է արդեն կատաղած խուժանի։ Դա համար բանակը պետք է ինքը բարոյապես բարձր որակի մնա, որ ինքը լինի, որպեսզի ինքը կարողանա հաղթի, ինքը դրա համար այդ ավելին կարամ ասեմ, իսկ այն ժամանակվա առաջին համաշխարհային պատերազմի թուրքական բանակի գլխավոր դատավորը, որը հանցագործներ էր բանանում, ինքը ուղղակիորեն ուլտրա մակարդակի բոլորին հետապնդում էր այն մարդիկ, ովքեր որ մասնակցում են ցեղասպանությունը, որպեսզի դատեն եւ հսկայական քանակի մարդկանց դատեցին։ Ասեմ, որ Էզրումի քաղաքապետը հրաժարվեց հայոց ցեղասպանության, նահանգապետը հրաժարվեց հայոց ցեղասպանության մասնակցելու։ Կոնյայի նահանգապետը հրաժարվեց, նույնիսկ Անկարայի նահանգապետը հրաժարվեց։ Այսինքն թուրքական վերնախավը երբեխվեց եւ մի զգալի մաս ըմբոստացավ։ Ավելին կարամ ասեմ, Օսմանյան կայսրության պարլամենտի առաջին նախագահը մերժեց ցեղասպանության եւ ինքը կանգնեցեց այդ օրենքի կիրառումը, բայց չկարողացավ կյանքի կոչի, որտեղ ներքին գործերի նախարար Թալատ Փաշան եւ մի քանի հոգի այսպես ասած կարողացան զինվորականները պատերազմի պայմաններում կարողացան կոտրել այդ բանը։ Այսինքն դա ինչ եմ ուզում ասել, որ մենք չենք կարող հասնել դրան, եթե մենք չհասնենք դրան, մենք վաղտեուշ ոչնչանալու ենք։ Հայաստանի գոյությունը պայմանավորված է հետեւյալով. մենք կարող ենք, թե չենք կարող հասնել նրան, որ Թուրքիան ճանաչի այդ ցեղասպանությունը եւ թուրք հասարակության մեջ լինի, այսպես ասած, դենացիֆիկացիայի process, ինչ որտես որ ռուսները ասում են պետք է Ուկրաինայում անցկացնենք դենացիֆիկացիա, չէ՞։ Օրինակ Գերմանիայում անցկացվեց դենացիֆիկացիա։ Եթե մենք չկարողանանք հասնել այդ դրան, որ այնտեղ անցկացի դենացիֆիկացիա, ուրեմն իրանք մեր մոտ այդ process-ը կանցկացնեն։ Կամ մենք պետք է հիմա իրանք ինչ են անցկացնում, որտեղ քանի որ մեր մոտ կոլխոզա-սովխոզական իշխանություն ձևավորվեց, մենք չկարողացանք մեր խնդիրները ձևավորել, հետո մենք քանդեցինք մեր հասարակությունը սկսեց այլասերվել, քանդվել, ճահճային վիճակ, հիշում եք այդ նիկոլիզմի էլեմենտներին սկսեցին շոր խաղեր տալ այն ժամանակվա պետական կառույցները, բան եւ այլն, կամած գնաց այն բանի, որ նիկոլիզմը դարձավ մեյնսթրիմային process հասարակության մեջ։ Եվ տրամաբանական էր, որ իրանք պետք է 18 թվականի այդ դժգոհությունների օգտագործելով կային իշխանության։ Հիմա ձեր ասածը շատ ժամանակատար է եւ հեռանկարում է, հա, վերնախավի մտածելակերպը փոխել, թուրք հասարակության մտածելակերպը փոխել, բայց այս պահի դրությամբ ունենք այն ինչ ունենք։ Այս պահի դրությամբ, տեսեք, դի հարաբերվենք, չէ, տեսեք, այս պահի դրությամբ նախ եւ առաջ մենք պետք է կանգնացնենք հայկական հասարակության դենացիֆիկացիայի գործ։ Հիմա Հայաստանում կատարվում է հայկական դենացիֆիկացիայի գործընթաց, այսինքն Հայաստանի ժողովրդին փորձում են դեկոդավորել, դա շատ կարևոր բան, ամենավտանգավոր բանը դա է։ Այն ինչ որ մենք պետք է անեինք Թուրքիայում եւ այդպիսի շանսեր կային, եթե մենք որպես, տեսեք, օրինակ, եթե մենք Իսրայելի պես երկիր կարողանանք դառնանք, այս մեծ հնարավորությունները ունենք դες դառնալու։ Ապա ես մենակ մեր դրանից չի կախված։ Ես մի հատ օրինակ վերեմ, որ պատկերացրեք, վերջերս, ընդհանրապես օրեր առաջ Լավրովը Անտալիայում մի հատ ելույթ ունեցավ, որը ցնցել է ամբողջ թուրքական վերնախավը։ Եկեք ինչ է հայտարարել։ Ասեմ դες ինքը հայտարարել է, որ մեր հերանեկարում տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգները լքելու են ՆԱՏՕ-ն, եվրոպական երկրները կրտած երկրներ նրանք բանակներ չունեն, փաստացի ՆԱՏՕ-ի մեջ մնալու են 3 երկիր՝ Մեծ Բրիտանիան, Ուկրաինան եւ Թուրքիան։
եւ թուրքական վերնախավը խոճապի մեջ է հայտնվել, որտեղ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ փաստացի այդ կառույցի մեջ մնալու է իր թշնամական Ուկրաինան, ստրատեգիական թշնամի Մեծ Բրիտանիան եւ իրանք զարմացած են, որ Թուրքիային են տեսնում այդտեղ։ Ինչի են տեսնում, որտեղ այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի մեջ ռեալ կա երկու բանակ, դա ուկրաինական բանակն ու թուրքական բանակն է, ուրիշ բանակներ չկան, ֆրանսիական բանակ կամ այլ բանակներ գոյություն ունեն եւ կա հետախուզական շատ ուժեղ համակարգ, որ ունի Մեծ Բրիտանիան, որը լրտեսական հսկայական ցանց ունի աշխարհով մեկ եւ ինքը բանը մի 6-ը համարվում է աշխարհի լավագույն հետախուզական կենտրոնից մեկը։ Ռուսները շատ պրակտիկ են գնահատում, բայց բացի դրանից Իսրայելը թշնամական է տրամադրված Թուրքիայի նկատմամբ, Հունաստանը ավանդապար թշնամի է տրամադրված։ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ մենք մոտ ժամանակներս կարող ենք կանգնել այն մարտահրավերների առաջ, ինչպես որ կանգնած էինք 100 տարի առաջ Սևրի պայմանագրից առաջ, չէ՞։ Ես ինչ եմ դա ասում։ Իհարկե միայնակ մենք չենք կարող հասնել այդ դենացիֆիկացիային։ Ինչպես որ միայնակ հрьяաները չեն կարող հասնել Գերմանիայի դենացիֆիկացիային։ Գերմանիային հաղթեցին այն ժամանակվա Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները, Բրիտանիան, բան, չէ՞։ Բայց մենք պետքա պատրաստ լինենք, մենք պետքա նախ պինդ պահենք մեզ, երկրորդն X պայն ես չեմ ասում Թուրքիան գնանք կորտանենք, որ տարածքներ վերցնենք, չէ, դա իրատեսական չի։ Բայց մենք պետքա ապահովագրենք մեզ այնպիսի պայմաններով, որ Թուրքիայում կոտրվի բանը կայսրական բնազդը եւ ազգայնական բնազդը։ Եթե Թուրքիայում այդ չկոտրվի այդ process-ը, ինքը էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում միշտ մեզ։ Օրինակ եմ ասում, հիմա այս Ադրբեջանի պահանջը Արևմտյան Հայաստան սարքելու, դա իրականում ադրբեջանական պահանջ չի, ասեմ, դա Թուրքիայի պահանջն է, բոլոր փորձագիտական շրջանակները նշում են, որ սա իրականում թուրքական նախագիծ է։ Պարզապես Թուրքիան դա դելեգիրը արել, որ Ադրբեջանը դա ներկայացնի։ Պարոն Բոզյան, քանի որ մեր ժամանակը սպառվեց ավարտում ենք արդեն, վերջի հարցը եւ շատ կարճ խնդրեի ավարտեինք։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ կանգնած ենք երկընտրանքի առջև, հա, կամ գնում ենք այն ճանապարհով, ինչ դուք ներկայացրեցիք, դենացիֆիկացիա, այսինքն կրտվելու ճանապարհով կոպիտ։ Դա կնշանակի կործանման ճանապարհ։ Դա միանշանակ եմ ասում։ Հայաստանը կվերանա այդ բանով, դա միակնա։ Եթե ճանապարհով, որտեղ Հայաստանը փոքր երկիր է, եթե Հայաստանը ուներ 2 միլիոնից երկիր, տրամաբանական կներ, մեծ երկրները դենացիֆիկացիա հասկանում երկրորդ ճանապարհը դա Ստամբուլը այրանցով սարքելը չի։ Իհարկե, միանշանակ։ Եվ երկրորդ ճանապարհը թուրքերին եւ ադրբեջանցիներին պատերազմ հայտարարելը չի։ Եթե դու չես ուզում կրտվել, չի նշանակում, որ դու պատերազմ։ 21-րդ դարում, ես շատ կարճ բան բազա։ Մենք պետքա ուժեղ պետություն ստեղծելու հետ միասին, սկսենք ինտենսիվ երկխոսությունը թուրք հասարակության այն հատվածի հետ, ովքեր որ կողմ են, որ Թուրքիայում էլ գնա դենացիֆիկացիա։ Ինչի։ Եղավ, տես փորձ եղավ։ Ինչի, որտեղ այդ զանգվածները նույնպես համարում են, որ Թուրքիան պետքա դառնա նորմալ եվրոպական տիպի երկիր, որտեղ մարդկանց կենսամակարդակը բարձրանա։ Հիմա Թուրքիայի ժողովրդի մակարդակը եվրոպականներից շատ հեռու է։ Դեռ ճիշտ է, մեզանից 2 անգամ ավելի լավ են ապրում, բայց այնտեղ ինֆլյացիայի տոկոսները բաները կատաստրոֆա են։ Եվ իրանք ասում են, որ Թուրքիան պետքա ժամանակից նորմալ երկիր դառնա, իսկ դա դրա համար խանգարում է ազգայնական այդ ինստինկտները, մեկ էլ կայսրականից, եթե Էրդողանը այդ կայսրական ամբիցիաները չուներ, Թուրքիան ավելի հեշտությամբ ավելի կարելի էր նորմալ երկիր դառնալ։ Այդ զանգվածը հետ պետք է մենք անընդհատ երկխոսության մեջ լինենք եւ մեր երկար ժամանակի ընթացքում ես համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել նրան, որ իրանց էլ է շահավետ ցեղասպանությունը ճանաչել ինչու, բայց իրանք պետք է երաշխիք ունենան, որ մենք պետք է տարածքային պահանջներ չունենանք։ Իրանք ասում են, եթե մենք ցեղասպանությունը ճանաչենք, դա արդեն մեր կողմից դուրս կգա այդ վնասակար այդ էլեմենտները մեր միջից եւ մենք նորմալ երկիր կդառնանք եւ իսկապես ցեղասպանությունը ճանաչելուց հետո ես համոզված եմ, որ հայ եւ թուրք ժողովուրդների միջև վերջապես մենք կարանք նորմալ բարեդրացիական հարաբերություն, ինչպես որ գերմանացիների հանդեպ օրինակ եթե Հիտլերը լիներ, ես ամեն մի գերմանացու մեջ կտեսնեի պոտենցիալ Հիտլերի։ Հիմա ամեն մի թուրքի մեջ մենք պոտենցիալ Թալատ Փաշային ենք տեսնում, հոգեբանական է այդպեսի։ Եվ Էրդողանն էլ նպաստում է դրան։ Եվ հա, հիմա մեր գլխավոր նպատակը որը պետք է լինի, վերջնական ասեմ, մենք պետք է հասնենք նրան, որ այնտեղ լինի դենացիֆիկացիա, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես նորմալ բարեկամական հարևան հետ հարաբերություն։ Շնորհակալություն։ Հայերին Թուրքիայի, Ադրբեջանի պահանջով է դենացիֆիկացիայի դեկոդորաբորման շրջանակներում է նաև, որ հենց ցեղասպանության հաջորդ օրը իրենք այդ կեղծ քաղաքացու օր չէ,
հրճակեցին Խորոված, 2018-ից Այդ խորոված փարտին այդ շարքի մեջ է։ Ամիրանովա Դա Հայաստանի ժողովրդին նվաստացնելու, փչացնելու, մեր արժեքները կոտրելու process դա տրամաբանական եւ Դե կոպիտ ասած, ասում ախպեր ուզում եք նահատակ ազգ լինել, թե խորոված այո լափող կներեք, էլի ուրիշ բան չեմ կարող ասել։ Ընտրեք, որն եք ուզում։ Ով ասում նահատակ ազգ, դա լավը խորոված ուտի։ անդորն սա մեծագույն խայտարակություն է։ որ Սա մարդը մեր անասունից տարբերվում է հիշողությամբ, չտանք որպեսզի մեր հիշողությունը ջնջեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Բոզոյան։ Մեր ընկերներին չմոռանանք ասել, որ այսուհետ իրենք պետք է հավանեն, բաժանորդագրվեն 7 օր TV YouTube-յան ալիքը, որովհետև մեր ոդքասթը հեռարձակվելու է արդեն 7 օրին YouTube-յան ալիքով, նաև Facebook-յան էջին, TikTok-ին եւ այլն։ Մեկնաբանեք ձեր կարծիքները, գրեք, Կիսվեք կիսվեք, եւ միացեք մեզ, որ միացեք, որ փոխենք։